Հնդկաստան, հեքիաթային և ծայրահեղությունների շքեղ երկիր, որը գրավում է իր գույներով և ճարտարապետությամբ։ Կերամ Ամարաց ընկերությունը չշրջանցեց այս հնագույն երկիրը, ավելացնելով այն 2014 թվականի երկրների ցանկին Հնդկաստանի թեմատիկ հավաքածուով։ Կերամիկական սալիկների և կերամոգրանիտի չափազանց օրիգինալ և ինքնատիպ հավաքածու յուրահատկությունը գնահատողների համար։ Համեցեք ծանոթանալու այս տարվա նոր հնդկական հավաքածուին Կերամ Ամարացի նորաբաց խանութսրահում։ Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Ջահրին վարիր, ինչպես աղբյուր վարարիր, դու սիրտնի բորբոքրով արիր, և թող մուտն այս անդարձ մարի, շուտ միայն սիրո թևով արի, դու դարձիր օգիր այդ ողբոքուս, և մի խոյանքնոր, իմ միակ կարոտ միակ լույս, երկրին մի մոռանա դու մի հեռանա։ Ալո, ով է։ Ես եմ։ Ստացար նամակներս։ Ով ես այդ տականք։ Ես Քոստվելն եմ Լիլի, գեղեցկուի Լիլի։ Ով ես, ինչ ես ուղարկում ինձ այս նամակները։ Ինչ ա ուզածդ։ Մի օր կիմանաս ով եմ ու ինչ եմ ուզում Լիլի ու հավատա նենց ես զարմանալու որ զարմանքից տեղում չորանալու ես։ Գնա գրողի ծոցը հիմար։ Ես քեզ գտնել կտամ ու կչորացնեմ, կոչնչացնեմ։ Բիզնեսը սովեր։ Ինչ ա ուզածը։ Նա կես էր մնում ինձ պակաս։ Ես պիտի Հակոբին տեսնեմ։ Խանուշը ամեն ինչի ընդունակ է։ Ընտանիքս լրիվ տակնու վրա կանի։ Ով է։ Ասմիկ, ինչ ես ոտի վրա։ Բա որ քեզ մի վնաս տայր։ Ես քեզ չի ասել անկողնուց մենակ մի վեր կաց։ Պատկեմ բա ինչ անեմ։ Ամբողջ օր այս մթության մեջ մնամ, հա։ Սպասեմ երբ պիտի ինչ-որ մեկը գա, որ ինձ օգնի բաբկեն։ Ասմիկ, այս ամեն ինչը անցնելու է, ուղղակի պիտի համբերենք։ Դու ինձ ես ասում ես, որ ոգևորես չէ, բաբկեն, որ ուշ տաս։ Դու Արփին հիմա ինձ համար շատ կարևոր եք, բաբկեն։ Չես լու։ Ասմիկ, Արփի ու Անուշի հետ եմ խոսացել։ Անուշի ամնը չտաս, չեմ ուզում իրա մասին լսեմ։ Չեմ ուզում, որ ինքես տանը լինի, բաբկեն։ Ասմիկ, ես քեզ չեմ հասկանում։ Իրա պատճառով է, որ ես հիմա այսօրին եմ։ Ես իրան երբեք չեմ կարող ներել։ Երբեք։ Ասմիկ, այն ինչի մասին ես հիմա խոսալու եմ, շատ լուրջ է։ Դու հաստատ շատ սխալ ես արել, որ այսքան ժամանակ ինձ խաբել ես։ Խաբել եմ։ Չեմ հասկանում, ինչ նկատի ունես։ Այն Հասմիկ, որ խաբել ես ու հիմա փորձում ես նորից խաբես։
Ես գիտեմ ով է Անուշը։ Ինչ ես խոսում բաբկեն։ Հասմիկ, գիտեմ, որ դուք քույրեր եք։ Չեմ հասկանում, ինչն է պատճառը, որ դուք թշնամացել եք, ինչու այսքան ժամանակ դու չես ասել դրա մասին ինձ։ Ու ես մտածում եմ, որ ձեր մոտ շատ ավելի լուրջ բան կա։ Ինչի միջև հիմա չէիր ասում։ Ինչ ես ինձանից թաքցնում, Հասմիկ։ Վստահ ես Անուշ, սպանել են։ Հա, երբ զանգեցի, որ խոսամ հետո մի տղամարդ պատասխանեց։ Ասաց, որ սպանել են Տիկին Հայկուշին։ Չեմ հասկանում ովքեր են դրանք։ Ինչ է իրանց ուզածը։ Նրանք ովքեր ման են գալիս աղջկաս։ Ու մենակ այդ փայլակի ընտանիքը կարող էր լինել։ Որ հիմա իրանց մեռած տղայի աղջկան են փնտրում։ Անուշ, եթե դու չես սպանել այդ մարդուն, ապա ինչ որ մեկը սպանել է, չէ՞։ Հավանաբար դրան էլ վկաներ պետք չի։ Մտածում եմ, որ դու ինչ որ բան գիտես։ Չգիտեմ, Գոհար։ Ամեն ինչ հիմա շատ շփոթված է, ոչ մի բանից արդեն գլուխ չեմ հանում։ Անուշ, ես քեզ խնդրում եմ, փորձիր հիշել այդ օրվա կատարվածը։ Ինչ որ մի դեմք, ինչ որ մեկին, ինչ որ մի ժեստ։ Միշտ փորձել եմ մոռանալ այդ օրը։ Բայց հիմա կաշխատեմ ինչ որ բան հիշել։ Անուշ, խնդրում եմ քեզ։ Հիշի։ Իսկ Արփին մասին մի մտածի։ Ոչ ոք չգիտի, որ Արփին քո աղջիկն է։ Իսկ ով էլ գիտի հաստատ ձայն չի հանի։ Մտածում եմ, որ այս պահին Արփին վտանգ չի սպառնում։ Ոնց ես գժուկ։ Ավելի լավ, քան դու։ Ես գոնե տառապելով, բայց սիրում եմ։ Իսկ դու չգիտես, թե ինչ է իսկական սերը, Ռուբեն։ Լսի Արևիկ։ Հերիք չի դու այն տարիքում չես, որ հասկանաս, թե ինչ է իսկական սերը, մի հատ էլ ինձ sense բան ես ասում։ Լսի։ Մենք լավ ընկերներ ենք եղել, ու տենց էլ շարունակվելու է։ Բոլորդ ինձ երեխայի տեղ եք դրել։ Ու չեք հասկանում, որ արդեն ես էլ եմ մեծացել։ Ու ես էլ սիրելու իրավունք ունեմ։ Թե մտածում եք, որ այնքան մանկամիտ եմ, որ սերն ու ընկերությունը չեմ տարբերում իրարից։ Չէ, Ռուբեն, իսկ քո առաջարկած ընկերությունը պետք չի։ Լավ Արփի։ Ես քեզ առաջարկեցի, որ կարանք առաջվա պես լավ ընկերներ մնանք։ Բայց եթե դու չես ուզում, ընտրությունը քոնն է։ Գնամ ձերոնց հետ խոսեմ։ Ռուբեն, սպասի։ Ես չեմ ուզում, որ մենք կռվենք, Ռուբեն։ Չեմ ուզում, որ մենք բաժանվենք։ Հասմիկ, նույնիսկ Արփին ինձանից շուտ է իմացել այդ ստի մասին։ Ու դու ուզում ես, որ ես ինձ լավ զգամ հա կատարվածի համար։ Ով Արփին ասել։ Անուշը չէ։ Հետ արդեն կարևոր չի ով ասել։ Կարևորը այն է, որ դու ինձ այսքան ժամանակ խաբել ես։ Բայց ինչի համար, Հասմիկ, ինչի համար։ Բաբկեն, շատ բաներ են տեղի ունեցել, բայց այդ ամեն ինչը մնացել է անցյալում։ Ես չէի ուզում հիշել ու հիմա էլ չեմ ուզում հիշել։ Դու ինձ միշտ պատմել ես, որ մորիցդ բացի ուրիշ ոչ ոք չես ունեցել։ Իսկ հիմա պարզվում է, որ դու քույր ունես։ Բերել ես իրան մեր տուն, տան աշխատող ես դարձրել ու այդ ամեն ինչը էլ հեչ։ Ինձ էլ հիմարի տեղ դրած խաբել ես։ Բաբկեն, դից մի խոսի խնդրում եմ քեզ։ Ես շատ հիասթափված եմ, Հասմիկ։ Ու հիմա հասկանում եմ, որ այս քան տարիներ շատ սխալներ եմ թույլ տվել։ Դու ամեն ինչ գիտես, Բաբկեն, ես քեզնից գաղտնիքներ չունեմ։
Անուշի մասին էլ լռել եմ, որովհետև պատճառներ եմ ունեցել։ Դե ասա այդ պատճառների մասին, Հասմիկ։ Ասա, լսում եմ։ Ավելի լավ է, եթե այդ պատճառների իրոք կան, ես քեզանից լսեմ դա։ Բաբկեն։ Անուշը մարդասպան է։ Մարդասպան։ Չեմ կարողանում հիշել։ Կիսատ ամնում։ Չեմ հիշում ինչա վերջ։ Ոնց Անուշը մարդասպան։ Հասմիկ ասածներիդ լրջությունը հասկանում ես։ Անուշը մարդասպան է, Բաբկեն։ Ինքին մամայից սպանեց։ Իրա պատճառով մամաս մահացավ։ Հասմիկ, հասկացի ինչ ես ասում։ Սպանեց, թե իրա պատճառով մահացավ։ Անուշան բոստել Բաբկեն անկառավարելի աչքը դուրս։ Ոչ ես, ոչ մաման ոչինչ չէին կարողանում անել։ Բաբկեն, խնդրում եմ քեզ, Բաբկեն, խնդրում եմ քեզ։ Անուշին ոչինչ չասես, երդի որ Անուշին ոչինչ չես ասա։ Չէ, Հասմիկ, չեմ երդվի։ Ես ուզում եմ, որ քո սուտը գոնե մի արդարացում ունենա։ Շարունակի։ Մենք գյուղում էինք ապրում, Բաբկեն։ Դու շատ լավ գիտես ինչ է նշանակում, երբ գյուղի 15 տարեկան աղջիկը հղի անում է էնել իրանից մեծ տղամարդուց։ Ամբողջ գյուղով մեկ խայտարակ եղանք։ Մամայի սիրտը չդիմացավ դրան, Բաբկեն։ Մամաս մահացավ Անուշի պատճառով։ Հասմիկ ու էդ էր պատճառը, որ այսքան ժամանակ ոչ Անուշի մասին էիր պատմում, ոչ Անուշի երեխու։ Հետքի չէ, Բաբկեն, հա։ Հետքի չէ։ Անուշը վստահելի մարդ չի։ Անուշը չպիտի այս տանը մնա։ Հասմիկ, Անուշը քույրդ է։ Հա երեխա եղել, սխալվել է։ Իսկ դու ասում ես մարդասպան։ Պատմածդ ինչ կապ ունի այդ ամեն ինչի հետ։ Ինչի, Բաբկեն։ Պիտի անպայման դանակով խփեմ, որ սպանություն համարվի, հա։ Անուշի պատճառով մայրս մահացավ։ Ու հիմա էլ ես կարող եմ մահանալ։ Չէ, Հասմիկ, չհամոզեցիր։ Անուշը քույրդ է։ Արփին շատ է իր այդ կապնված։ Անուշը իմ քենին է ու մեր տան անդամն է։ Չէ, Բաբկեն, չէ։ Անուշը չպիտի շփվի աղջկաս հետ։ Նրանք չպիտի շփվեն միմյանց հետ, լսում ես։ Չէ։ Հասմիկ, հիշում ես, երբ ես կապը կորցրել էի ընտանիքիս հետ։ Դու ու Արփին դարձաք իմ համար ամեն ինչ։ Հասկանում եմ, Բաբկեն։ Դու Արփին եք իմ ընտանիքը, ուրիշ ոչ ոք, լսում ես, ուրիշ ոչ ոք։ Չէ, Հասմիկ, կա Անուշը քո քույրը։ Երեխա է եղել, սխալվել է, դու իրան պիտի հասկանաս ու ներես։ Ինքը մեր տան անդամն է։ Բաբկեն։ Հասմիկ, հիմա ոչ մի բան մի ասա։ Մտածի ասածներիս մասին։ Փորձի ներես քրոջդ, ոնց որ ես եմ քեզ ներում քո ստերի համար, բայց եթե եւս մի թեկուզ փոքր սուտ պարզվի, ես արդեն չեմ կարող ասեմ, կներեմ քեզ թե չէ, Հասմիկ։
Դու անուշանից վես։ Բաբկենին ես հա իմ դեմ տրամադրել։ Տականք։ Բայց դու աղջիկաս ինձնից չես խլի։ Ես դա քեզ թույլ չեմ տա։ Ռուբեն մամաս շատ հիվանդ է, պապան էլ անտրամադիր է, ես հիմա ամենաշատը մենակ քո կարիքն ունեմ, իմ հետ սենց մի վարվի, խնդրում եմ քեզ։ Արփի, ես պատրաստ եմ միշտ քո կողքին լինեմ, թե որպես ընկեր, թե որպես հարազատ, թե որպես եղբայր, բայց դու ինքդ չես ուզում։ Ախր դու ինձ երեխայի տեղ ես դրել, Ռուբեն, ու ծիծաղում ես իմ զգացմունքների վրա։ Արփի, տես շարունակում ես։ Քեզ նորից եմ ասում, այն ինչ որ դու պատկերացնում ես իմ ու քո հետ կապված, չի կարա լինի տենց բան, մոռացի։ Կլինի։ Ես համոզված եմ, որ մի օր ես ու դու… Արփի, եթե դու պիտի շարունակես այս թեմայով խոսել, ես քեզ խոստանում եմ, որ ձեր տուն էլ ոտ չեմ դնի։ Չէ, Ռուբեն, խնդրում եմ, մենակ ոչ էդ, մի գնա մեր տանից։ Ես կընդունեմ, որ դու ուրիշի հետ ամուսնանաս, բայց խնդրում եմ քեզ, մի գնա։ Հասկացի, Ռուբեն, ինձ ժամանակ կա պետք քեզ մոռանալու համար։ Լսի, Արևիկ։ Ես համոզված եմ, որ կանցնի մի որոշ ժամանակ ու ամեն ինչ կընկնի իր տեղը։ Դու ամեն ինչ կհասկանաս։ Բայց սենց ճիշտ չի։ Ինձ նայի։ Ժպտա։ Լավ ժպտա։ Ապրես։ Դե գնամ ձերանց հետ խոսեմ։ Չէ, Ռուբեն, ես երբեք չեմ հրաժարվի քեզանից ու երբեք չեմ ընդունի, որ այդ կինը բաժանի մեզ։ Ուրեմն Ռուբենն է, հա, Արփի այդ տղամարդը, ում դու սիրում ես։ Ես այդ խմիչքի պատճառով էի տորն ընկել։ Չեմ հիշում, ոնց եմ հայտնվել այդ մեքենայի մեջ։ Գոլը կարող է հիշել այդ պահը։ Ո՞վ է։ Անուշ, տիկին Հասմիկը կանչում է քեզ իր սենյակ։ Մտեք։ Կանչել էիր Հաս։ Անուշ, քույրս։ Ստեղ եմ։ Ստեղ եմ, Հաս։ Անուշ, ես էլ չեմ դիմանում այս տառապանքին։ Քույրիկս, ես էլ չեմ ուզում քեզ հետ վիճել։ Ես այնքան մենակ եմ հիմա, Անուշ։ Այնքան մոլորված։ Գիտեմ, Հաս։ Հիմա բոլորիս համար էլ շատ դժվար ժամանակներ են։ Բայց ինչ ա եղել, ինչ էիր ուզում խոսել հետս։ Անուշ, Բաբկենն ու Արփին արդեն գիտեն ճշմարտությունը։ Գիտեն, որ քույրեր ենք։ Հա, Բաբկենն ու Արփին արդեն գիտեն։ Ախր ինչի ես բոլորին պատմել։ Ինչի, Անուշ։ Ամեն ինչ շատ պատահական եղավ, Հասմիկ, բայց արդեն ոչ մի բան չեն կարող փոխել։ Արդեն գիտեն։
Էլ ինչ գիտեն։ Էլ ինչ ես ասել։ Եթե Արփիի նկատի ունես հանգիստ տեղի։ Արփիի վերաբերյալ ոչ մի բան չգիտեն։ Չեմ էլ կարող աչքերիդ մեջ նայել, որ հասկանում ստում ես ինձ, թե չէ։ Կարող ես վստահ լինել։ Չեմ ստում։ Ճիշտ է։ Հիմա ես եմ արդեն սուտ խոսողը։ Պապկեն էլ ինչ չի հավատում։ Քանի որ այսքան ժամանակ ստել եմ իրան։ Հիմա ինչ ես օրինել սուտը ծածկելու համար։ Ինչ ես ասել իմ ու քո վերաբերյալ։ Ասել եմ, որ մամայի մահից հետո չենք շփվել։ Ասել ես, որ ես բերդում եմ եղել։ Չէ, Անուշ, ես հոգո նման չեմ ամեն ինչ ասեմ։ Ասել եմ, որ դու փոքր ժամանակ հղիացել ես։ Մաման էլ դարդից ինֆարկտ է ստացել ու մահացել։ Փաստորեն Բաբկենին նենց ես ներկայացրել, որ մամայի մահվան մեջ ես եմ մեղավոր։ Տենց չի, Անուշ, դու չես մեղավոր եղել։ Մաման քո դարդից մահացավ, Անուշ, դու ես մեղավոր։ Երբ իմացա, որ պիտի բանտ նստես, դատվես։ Մաման վատառող չէր։ Ու հետո ինչքան կարելի է կրկնել, որ ես մեղավոր չեմ։ Ես հանցագործ չեմ։ Ինչի դու մինչև հիմա ինձ չես հավատում, Հասմիկ։ Այդ կարևոր չի արդեն, Անուշ։ Մամայի մահվան պատճառը դու ես։ Մաման քո պատճառով է մահացել։ Քո պատճառով եմ ես դժբախտ, Անուշ։ Ու եթե Արփին իմանա, Արփին էլ կդժբախտանա քո պատճառով, Անուշ։ Ես Արփին ոչ մի բան չեմ ասի։ Բայց լավ հիշի, Հասմիկ։ Արփին մի օր իմանալու է։ Ու այդ ժամանակ դու ես պատասխան տալու Արփիի ամեն կաթիլ արցունքի համար։ Հիշի խոսքերս։ Ես վերջապես իմացա ինչ է իրականում եղել։ Հասմիկն ինձ ամեն ինչ պատմել է։ Պատմել է։ Իսկ ինչ է պատմել, որ։ Պատմել է, որ քույրերի մեջ լուրջ խնդիրներ է եղել։ Անուշի աղջկա մասին էլ է պատմել։ Հա։ Պատմել է, որ Անուշի հեղիությունը մոր մահվան պատճառն է եղել։ Մերը խայտարակությանը չի դիմացել։ Այ քեզ բան։ Փաստորեն դրա համար է, հա։ Բայց մի բանը չեմ կարողանում հասկանամ, ախր ինչի են թշնամացել։ Հակառակը Հասմիկը պիտի մեծ քերոջպես Անուշին տիրություն աներ։ Կարող է ինչ-որ բան կա։ Դե իրանց անձնական խնդիրներն են եղել ու Բաբկեն հիմա կարևորը նա, որ էլ գաղտնիք չկա վերջ։ Այդքան մի խորացի։ Իհարկե։ Անուշի դիրքը այս տանը փոխվելու է, ու քենից չի կարա իմ տան աշխատողը լինի։ Ինգեր խնդրում եմ, հերիքա խմես։ Ռուբեն, քիչ խմեմ, մեկ էլ տեսար թեթևացա, վիճակս չես տեսնում, Հասմիկը սենց ես, շուրջս սուտ ու գաղտնիքներ, ներսս եմ ինչ-որ մեկ զգացում կա, որ ոնց որ էլ ինչ-որ բան սպասեմ։ Բաբկեն էլ ոչ մի բան չկա,
Նեցոր խնդրում եմ, ավելի լավ է հիմա հանգստացի։ Լավ, երևի ճիշտ ես։ Հա, զանգեմ Անուշին կանչեմ, ասեմ, որ ինքը այս տան աշխատողը չէ, լիիրավ մեր տան անդամն է։ Այդ ճիշտ որոշումը։ Այդտենց համքո խիղճ հանգիստ կլինի, ամել ես ինձ լավ կզգամ։ Այրիկ գալիս ես ներս։ Չէ, Արփի։ Կարամ քեզ մի հատ հարց տամ։ Հա, ասա լսում եմ։ Այն տղամարդը ում դու սիրում էիր ու ով քեզ ուշադրություն չէր դարձնում։ Սիրում ես իրան հլա։ Հա, Այրիկ սիրում եմ։ Շարունակում եմ սիրել։ Իսկ ինքը քեզ սիրում, հա։ Չէ։ Ինքը ուրիշին է սիրում։ Արդեն տեսա։ Ինչ ես տեսել։ Ես տեսա քեզ։ Այդ տղամարդը Ռուբենն է, չէ։ Էրիկ, չմտածես թե… Ես տեսա ոնց էիր գրկել Ռուբենին։ Տեսա թե ոնց էր քեզ նայում։ Չնայած չեմ պատկերացնում, որ Ռուբենի նման մարդը կօգտվեր քո սիրահարված լինելուց։ Էրիկ, ինչ ես խոսում, ինչ օգտվել։ Հակառակը Ռուբենը ինձ ուրիշ ձև է վերաբերվում։ Հարփի, դուք չեք հասկանում, որ բոլորին ցավ եք պատճառում։ Էրիկ, գոնե դու ինձ պաշտպանես, դու իմ ընկերն ես, դու ես ինձ վիրավորում։ Դու ուղղակի երես առած երեխա ես։ Դու ոչ մեկի մասին չես մտածում, մենակ քո մասին ես մտածում։ Մենակ քեզ լավ լինի։ Չի կարելի այդքան էգոիստ լինել։ Էրիկ, սպասի, ուր ես գնում, սպասի։ Չնայած արդեն հասկանում եմ վիճակը։ Երես առած երեխա ես։ Դու ոչ մեկի մասին չես մտածում, մենակ քո մասին ես մտածում։ Մենակ քեզ լավ լինի։ Չի կարելի այդքան էգոիստ լինել։ Մոտը տան։ Ախստս թթվածն եմ որ ես։ Գիտես որ զսում եմ որ հոտած ես ելնում։ Բա ինչ ես ուզում որ անեմ։ Արփին գնացել է, ինչ կա, չկա, սաղ պատմել է։ Ինչ է պատմել։ Լխոսամ, անամասն պատմի։ Ինչ պատմեմ։ Թակու ցիրտը նեղված է եղել, ուզեցել է կիսվի։ Գնացել է ինչ-որ հոգեբան է ճարել ու սաղ կյանքը պատմել է։ Որ մտքովդ չանցնի մաունոտ ես լսում ես, եթե դաժե բացահայտվի, կյանք չկամ ես ես ամեն ինչի մեջ, ջոգի չէ կամ։ Միկա վերջ տուր։ Ինչ ես խոսում։ Լսի տուրելի խնդրում եմ, էլ չեմ դիմանում։ Հələ вообще գիտես ինչ կա կյանք։ Ասենք պայմանը մնում է պայման, պայմանավորվել եմ ես քո հետ։ Ոչ արփին եմ եղել, ոչ մի բան, ոչ բան ես կազմակերպել, արդեն вообще նադայել եմ եղել, արա։ Զզվել եմ ձեր մանկապարտեզ վիճակից։ Ես այդ ինչ հասնում էր, ես ամեն ինչ արել եմ։ Ու մեղավոր չեմ, որ մի հատ արփի չես կարում քեզանով անես, Միկա։ Հա տենց։ Հա տենց։ Իջի, դավայ։ Ինչ ես անում։ Իջի ասյարա։ Ես փողոցի մեջտեղը մենակ ես թողելու։ Արա եթե չէ ուզում հելեմ գցեմ քաց ուստակ քեզի իջի։ Վերջում եմ վրովոտ կետամ, դավայ։ Իջի ասի։ Գոռա, դուրս տեղ։ Արա իջի ասի։ Օգնես։ Նոսում իմեկը, նոսում,
Դու պատասխան ես տալու սրա համար Միկա։ Արի բալես։ Ես էլ մարդ էի ուզում ուղարկեի քո հետևից։ Ինչ ա եղել, պապ։ Բալես, ես արդեն տան աշխատողներին հայտարարել եմ, որ Անուշը մեր տան անդամն է։ Չես պատկերացնի ինչ ուրախ եմ, պապ, որ մոր քրուն եմ։ Դու միշտ մեր կողքին ես, չէ՞ լինելու, Անուշ։ Մենք առաջվա նման երջանիկ ենք լինելու։ Երբեք ձեզ մենակ չեմ թողնի։ Անուշը Հասմիկ Միրզոյանի քույրն ալելի գիտես։ Ինչ։ Անուշն ու Հասմիկը քույրեր են։ Բայց կարծեմ Հասմիկն էր, չէ՞, եկել ու Անուշի մասին ինչ ասես ասում։ Հա, Հասմիկը շատ վատ բաներ էր ասում Անուշի մասին։ Ասում էր, որ իր տանը հավաքարար աշխատում ու հենց դրա համար էլ ես վատ էի տրամադրված Անուշի հանդեպ։ Էլ հիմա տրամադրված չես։ Մոռացել ես Անուշը ինչեր էր անում։ Ոնց էր մեզ մեղադրում, ինչ ստեր էր հորինում։ Չէ, Լիլի, ոչինչ չեմ մոռացել։ Բայց ամեն ինչ չէր, չէ՞ որ սուտ էր։ Օրինակ դու իրոք Անուշին ծեծել ես։ Որ Սոնա անունով աղջիկ գոյություն ունի, որը հիմա Սոկրատի կինն է։ Բայց այդ Սոնան ընդհանրապես Անուշին չի ճանաչում։ Էմայի մոտ նես տպավորություն է, որ դու ուզում ես Անուշին ամեն ինչ ներես։ Ես չեմ ներում, ընդամենը ընդունում եմ։ Ու բացի դա, Լիլի, Ռուբենը կամուսնանա այդ աղջկա հետ։ Ու ես այո, պիտի ընդունեմ այդ աղջկան, ինչպես նաև ներեմ։ Ու դա կլինի քո ամենամեծ սխալը։ Լիլի, գիտես, ես չեմ հասկանում, դու ինչի ես այդքան վախեցած այդ Անուշի հետ կապված։ Ինչից։ Ես ուղղակի զարմանում եմ, թե Ռուբենը ոնց կարար իր կյանքը կապեր այդ Անուշի հետ։ Իմ զգացմունքները Ռուբենի հանդեպ։ Գիտեմ, Լիլի ջան։ Ես էլ կուզենայի, որ Ռուբենը քեզ ընտրեր։ Բայց ինչպես ասում են, սրտին չես հրամայի։ Գիտեմ։ Հրամայող լինեի առաջինը ինձ կասեի, որ Ռուբենին մոռանա։ Չգիտեմ էմա, բայց ես վախենում եմ, որ այդ Անուշը նույնը կանի, ինչ որ Ժաննան։ Չէ։ Ժաննայի հարցը լրիվ ուրիշ էր։ Ռուբենը երբեք չի սիրել Ժաննային, իսկ այ Անուշին սիրում է։ Էմա կներես, բայց պետք է ասեմ։ Պատահում է, որ դու սխալվում ես։ Իսկ ինչի հիման վրա ես ենթադրում, որ սխալվում եմ, Լիլի, այդ երբ եմ սխալվել։ Էմա դու խելացի կին ես ու քեզ այդքան էլ հեշտ չի խաբելը, բայց ես վերջերս ինչ-որ շատ է սկսել հավատալ այդ Անուշի ստերին։ Լիլի, եթե դու մայր լինեիր, կհասկանայիր ինձ։ Ուզում եմ, որ հասկանաս, որ մայրական սերը սահմաններ չի ճանաչում։ Ու շատ հաճախ ստիպված ես նույնիսկ չմտածված քայլեր անելու։ Միայն թե երեխայիդ համար շատ լավ լինի։ Ուրեմն Անուշն ու Ռուբենը կամուսնանան, ու մենք դա կընդունենք։ Հա, Լիլի, Անուշն ու Ռուբենը կամուսնանան, ու մենք պիտի ընդունենք նրանց այստեղ, մեր տանը։ Նրանք երկուսով կապրեն այստեղ, ու երկուսով կկանգնեն ամբողջ գործի գլխին։
Գիտես, Ռոբ, չեմ պատկերացնում, որ կարող եմ միասին ապրենք։ Այ որ մի քիչ ժամանակ անցնի, ամեն ինչ էլ կպատկերացնես։ Ու ամեն ինչ լինելու է մեր ուզածով։ Ու գիտես ինչ, հետաքրքիր է նա, որ այս ամեն ինչը պայքարի միջոցով է լինում, թե չնայած հետաքրքիր չէ լինելու։ Ճիշտ ես։ Ես չգիտեմ ինչ կլիներ, եթե դու իմ կողքին չլիներիր։ Հիմա արդեն ինձնից բացի դու ինքդ էլ ստեղ քեզ հանգիստ կզգաս, որովհետև արդեն ուրիշ կարգավիճակում ես։ Հա։ Բայց մեկը ինչ-որ բան կիսատ է մնացել։ Արփին ինձ միևնույնն է, որպես մայր չի ընդունում։ Ես իր համար ընդամենը մորաքույր եմ։ Այնինչ ես տարիներ շարունակ երազում էի, որ պետք է գամ ու ինքը ինձ մամա ասի։ Այդ ամեն ինչը մնաց երազանք։ Ժամանակ ամեն ինչ իր տեղը կդնի։ Հեսա քիչ մնաց, Արփին մի քիչ էլ կմեծանա, դու արդեն հնարավորություն կունենաս իրան ամեն ինչ պատմելու։ Ու ինքը հաստատ հասկանալու է։ Չէ, որ Արփին չի դիմանա դրան։ Ավելի լավ է ես այդ ցավը սրտումս պահեմ, քան իրան վնասեմ։ Նույնիսկ դու մտածել ես, որ հանկարծ Արփին իմանա, որ իմ ընկերուհին դու ես։ Մենք իրար հետ ենք ամուսնանալու։ Չեմ պատկերացնում ինչ կլինի։ Իսկ ես այնքան լավ եմ պատկերացնում։ Ինքը ամեն ինչ շատ լավ կհասկանա ու բոլորս երջանիկ կլինենք։ Ամեն ինչ իր տեղը կընկնի, մի անհանգստացի։ Հետո ինքը քեզ շատ է սիրում։ Քեզ չսիրել հնարավոր չի։ Ինձ թվում է դու էլ չես հավատում քո ասածներին, Ռոբ։ Լսիան, Արփին այս վիճակից մենակ դու կարաս անես։ Ու ճիշտ կլինի, որ ամեն ինչ դու պատմես։ Շատ դժվար կլինի, բայց երևի հենց տենց էլ կանեմ։ Հան։ Ավելի լավ է ճշմարտությունը իմանա, քան թե ստի մեջ ապրեք։ Այդպես մի հատ անկեղծ խոստովանությունը մեր կյանքում ինչքան բան փոխեց։ Երևի տենց կանեմ, Ռոբ։ Ու սա ինձ այնքան է սիրում, որ կհասկանա ու կների ինձ։ Ես ուզում եմ դուրս գամ, դու ինչ պլաններ ունես։ Ես էլ կգամ քո հետ, եկեղեցի պետք է գնամ։ Դե ուրեմն գնացինք։ Անուշս։ Դե իհարկե, բա ոնց, ես ով եմ Ռուբենի կողքը, որ ինձ սիրես։ Բայց ես կապացուցեմ, դու հլը կլսես իմ մասին, Արփի, քո հետ թե առանց քեզ։ Տիկին Գոհարի, ես ու Ռուբենը պատրաստվում ենք ամուսնանալ։ Ապրելու ենք իրենց հայրական տանը։ Մոր հետ միասին, որ կարողանա գործերի գլխին լինել։ Անուշ ջան, դու կարծում ես, որ այս ամուսնությունը լավագույն տարբերակն է։ Գիտես, ինձ վախեցնում է այս միտքը։ Լավ, ասենք ամուսնացակ։ Ինչ ես ասելու քո անցյալի մասին։ Իմ անցյալը գոյություն չունի։ Անուշ Բաբայանն արդեն մեռած է։ Ես 15 տարի կորցրել եմ մի հանցագործության պատճառով, որի հետ կապ չեմ ունեցել։ Ես դա գիտեմ ու շատ լավ եմ հասկանում։ Ես քեզ չեմ մեղադրում, որ դու այդպես ես մտածում։ Պարզապես ինձ թվում է, որ դու ամուսնության հարցում մի փոքր շտապում ես։ Հակառակը, Տիկին Գոհար։ Ես շատ երկար եմ սպասել։ Այդքան տարի ես երազում եմ երջանիկ լինել։ Ու երբ հանդիպեցի Ռուբենին, նորից հույս արթնացա, որ կարող եմ երջանիկ լինել, որ կյանքը դեռ կանգ չի առել։ Չգիտեմ, Անուշ, բայց ես ավելի հանգիստ կլինեի, եթե դու քո կյանքը կապեիր Արփիի հետ։
ու մոռանայիր այդ ամուսնության մասին։ Բայց ինչի եք տենց ասում Տիկին Գոհար։ Դուք Ռուբենին չեք էլ ճանաչում։ Ուզում ես ասել, որ դու այնքան սիրահարված ես, որ պատրաստ ես ապրել նրանց տանը առանց Արփիի։ Ես Արփիին երբեք մենակ չեմ թողնի։ Երբեք։ Ուղղակի հիմա տենց է ճիշտ։ Ես ու Արփին մի ուրիշ սիրով են կապված իրար հետ Տիկին Գոհար, ու ոչ մի բան դրան չի խանգարի։ Չգիտեմ, թե սա ինչքան կտևի, բայց եթե դու հեռանաս Արփիից, Անուշ, կկորցնես այն մեծ սերը, որը ձեռք ես բերել իր սրտում։ Ես կխոսեմ աղջկաս հետ։ Իրան ամեն ինչ կբացատրեմ։ Ու ինքը կհասկանա ինձ։ Իսկ ինչ ես խոսելու։ Ինչ ես ասելու։ Կասեմ, որ ես ու Ռուբենը սիրում ենք իրար, որ պատրաստվում ենք ամուսնանալ։ Անուշը դեպքում ինչի մինչև հիմա չգիտի։ Ինչ ես նոր ասում Արփիին։ Որովհետև աղջիկս էլ է սիրահարված Ռուբենին։ Հիմա քո կողքին Արփին պիտի լիներ, ոչ թե ես։ Մի վարքյան պիտի ես սենյակից դուրս չգար։ Բայց տես, որ ես քո կողքին եմ, ու պատրաստ եմ քո համար ամեն ինչ անել։ Արփիս երևի շատ աչելած լինում։ Դրա համար էլ հուզված չի ուզում այստեղ գալ։ Խղճ երեխաց։ Վերջի անգամ որ տեսա լաց չէր լինում։ Արփին մխիթարող ունի։ Բաբկենը միշտ էլ իր կողքին է եղել։ Ես Բաբկենի մասին չեմ խոսում։ Դու ինձ շատ լավ հասկանում ես։ Հասկանում ես, չէ՞, մասին եմ խոսում։ Չէ, Լինա, չեմ հասկանում։ Ում նկատի ունես։ Արփին ինչ-որ ընկեր ունի, հա։ Ինչ-որ տղա կա։ Չէ, ինձ մի ստիպի, ես չեմ ուզում ոչ մի բան ասել, եթե Արփին իմանա, ինձ կնեղանա։ Ինձ հիմարի տեղ մի դիր Լինա, ասա տեսնեմ ինչի մասին ես խոսում, Արփին ինչ-որ ընկեր ունի։ Դե ես չգիտեմ ընկերա թե ընկեր չի, բայց եթե հանկարծ ընկերը լինի, բոլորս խայտարակ կլինենք։ Ինչի։ Հետո վա։ Ում մասին է խոսքը Լինա, ես ճանաչում եմ։ Չէ, խնդրում եմ ինձ մի ստիպի, ես քեզ ոչ մի բան չեմ կարող ասել։ Լինա, դու պարտավոր ես ինձ ասել։ Հենց հիմա ասա տեսնեմ ում մասին է խոսքը։ Դու քեզ վատ ես զգում, եթե իմանաս ավելի վատ կզգաս, ես անհանգստանում եմ քո համար։ Պետք չի ինձ համար անհանգստանալ Լինա։ Խոսա տեսնեմ ում մասին է խոսքը, ասա։ Լավ, մի ջղայնացի, ես քեզ ամեն ինչ կասեմ։ Ռուբենը։ Արփի Ռուբենին ասի։ Ոնց։ Ես մի բան եմ բերել։ Գիշերը երկար էր, գիշերը անգին, ու ես քո գրկում կին է երջանիկ։ Ես ուզում եմ դառնալ քո կինը։ Միշտ քո հետ լինել երջանիկ։ Պետք է ամեն ինչ անել, որ այդ հարսանիքը չկայանա։ Անուշին թվում է, թե իր դժբախտությունները ավարտվել են, ամենասարսափելին դեռ առջևում։ Հարցրեց Ռուբենի մասին։ Ինչ-որ բան խոստովանեց։ Միակ բան ասելա, որ կարող է առաջարկել այդ լավ ընկերներ մնալն է։ Ծրիակ էր։ Հիմա էլ գող դուրս եկար։ Լավ, ես քո հարցերը հետո կլուծեմ։ Այս էլ քո տղամարդը շատ լավ գիտի։